Եթերում լուրերի կիրակնորյա թողարկումն է, ես Արա Աբրահամյանն եմ, բարի երեկո։ Միասին փորձելու ենք ամփոփել անցնող շաբաթվա կարևոր իրադարձություններն ու ուշագրավ զարգացումները։ Վագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպում է ունեցել պաշտոնական այցով Երևան ժամանած Վրաստանի նախագահ Միխայիլ Կավելաշվիլիի հետ։ Նախագահները նախ առանձնազրույց են ունեցել, որին հաջորդել է երկու երկրների պատվիրակությունների հանդիպումը ընդլայնված կազմով։ Ողջունելով իր պաշտոնակցին հանրապետության նախագահը նշել է. Ուրախ եմ ձեզ Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում ընդունելու այս հնարավորության համար։ Ձեր այցը ևս մեկ վկայություն է, որ մենք շարունակում ենք այն ավանդույթները, դարավոր ավանդույթները, որ փոխանցվել է հազարամյակների ընթացքում, վերաբերում է մեր երկու ժողովուրդների դարավոր բարեկամությանը եւ ես ձեր այցը այդ տեսանկյունից եմ նաեւ բարձր գնահատում։ Եվ մեր այսօրվա քննարկումները, որ մենք արդեն սկսեցինք նոր երկկողմանի առանձին քննարկումները, կունենան շարունակականություն եւ ամենակարևորը մեկ անգամ եւս կհաստատեն, որ Հայաստան-Վրաստան, Վրաստան-Հայաստան հարաբերությունների զարգացման միտումը չի կանգնի եւ մենք անընդհատ նոր գաղափարներով հանդես կգանք եւ որը ի նպաստ կլինի այս մեր երկու երկրների եւ մեր երկու ժողովուրդների դարավոր բարեկամության ամրապնդման։ Նախագահի պաշտոնում սա իմ առաջին այցն է, եւ ես շատ ուրախ եմ եղբայրական Հայաստանում գտնվելու համար։ Ինչ խոսք, լիովին համաձայն եմ, որ մեր դարավոր բարեկամությունը եւ եղբայրությունը օրինակելի եւ շարունակական զարգացում է ունենալու։ Նախագահների հանդիպանը քննարկվել են երկու երկրների միջև ձևավորված բազմաշերտ հարաբերությունների շարունակական խորացման եւ տարբեր ոլորտներում գործակցության ընդլայնման ուղիները։ Երկու երկրների ղեկավարներն ընդգծել են քաղաքական երկխոսության դերն ու փոխվստահության ամրապնդման կարեւորությունը։ Խաչատուրյանը բարձր է գնահատել վրացական կողմի Հարավային Կովկասում վերջնական խաղաղության հաստատման ուղղված միջնորդական ջանքերը, նշելով դրանց կարեւորությունը տարածաշրջանային վստահության ձևավորման եւ կայունության պահպանման գործում։ Վրաստանի նախագահ Միխայիլ Կավելաշվիլի գլխավորած պատվիրակության ընդունել է նաև Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը ողջունել է Վրաստանի նախագահի գլխավորած պատվիրակությանը մեր երկիր։ Մեծարգո պարոն նախագահ, ողջունում եմ ձեզ եւ ձեր պատվիրակությանը Հայաստանի Հանրապետությունում առաջին պաշտոնական այցով։ Նախ ուզում եմ ևս մեկ անգամ շնորհավորել ձեզ եղբայրական Վրաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու առիթով եւ հաջողություն մաղթել ձեզ այդ պատասխանատու պաշտոնում ի բարօրություն եղբայրական Վրաստանի, մեր երկկողմ հարաբերությունների եւ մեր տարածաշրջանի։ Դուք գիտեք, թե որքան են կարևորում մենք Վրաստանի հետ մեր երկկողմ հարաբերությունները եւ մենք արդեն ռազմավարական գործընկերության մակարդակի ենք հասցրել մեր հարաբերությունները եւ դա կարծում եմ մի քայլ է, որը արտահայտում է մեր երկարաժամկետ մտադրությունները, միշտ ասել եմ եւ շարունակում եմ մնալ այն համոզմունքին, որ Վրաստանը եւ Հայաստանը ունեն ընդհանուր շահեր եւ պետք է մեր հարաբերությունները կառուցել այդ շահերի վրա, իհարկե իմ համոզմամբ այդ շահերը տեղավորվում են նաեւ մեր տարածաշրջանի Հարավային Կովկասի երկարատև զարգացման շահերի համատեքստում։ Նախորդին էլ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով Էստոնիայում էր, որտեղ տեղի են ունեցել կարևոր հանդիպումներ, այդ թվում երկրի վարչապետ Քրիստին Միխալի հետ։ Հանդիպումից հետո կայացել է երկու երկրների վարչապետների մամուլի համատեղասուլիսը։ Միխալը հայտնել է, որ Էստոնիան աջակցում է Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին։ Պատասխանելով հարցին, թե ինչպես է Էստոնիան գնահատում Հայաստանի ներկայիս հետագիծը դեպի Եվրամիության հետ ավելի խոր է ինտեգրվելու, Միխալը նշել է. Հարաբերությունները Եվրամիության հետ խորացնելը կարող է շատ լավ խթան լինել։ Եթե տեսնենք, թե ինչ է արդեն իսկ տեղի ունեցել, ինչ քայլեր են արդեն իսկ արվել, ազատվել ռուսական ազդեցությունից, որոշումներ կայացնել սահմանային պաշտպանության հետ կապված, այս գիտակցված ընտրությունը էլ ավելի սերտացնել հարաբերությունները Եվրոպայի հետ, կարծում եմ սրանք սկզբունքային որոշումներ ու ընտրություններ են, եւ պարոն վարչապետը նկարագրեց, որ սա նաեւ շատ տարածված աջակցություն է վայելում հայ ժողովրդի շրջանակներում, եւ ինչ
կարող է անել Էստոնիան։ Մենք կարող ենք օգնել մեր թվային պետության փորձով։ Էստոնիան իհարկե միացել է Եվրոպական միությանը եւ հետեւաբար սա հետաքրքիր փորձ եւ պատմություն է։ Հաճախ մենք տեսնում ենք երկրներ, տեսնում ենք մարդկանց, որոնք պարզապես անում են բաներ հանուն անելու։ Իսկ Հայաստանի Հանրապետության վարչապետը մեզ պատմեց, ներկայացրեց, որ բարեփոխումների նպատակն է լավարկել մարդկանց կյանքի որակը։ Ես իհապես աջակցում եմ այս մոտեցմանը, այս գործընթացներին։ Էստոնիայի վարչապետն անդրադարձել է նաև Հայաստանի ու Ադրբեջանի կողմից համաձայնագրի տեքստի համաձայնեցմանը։ Նա բարձր է գնահատել Փաշինյանի մասնակցությունն այդ հարցում։ Փաշինյանն էլ հաստատել է Հայաստանը չի շեղվելու խաղաղության օրակարգից եւ շարունակելու է իր ռազմավարությունը մինչեւ համաձայնագրի ստորագրումը։ Մենք այսօր Էստոնիայի վարչապետի եւ ընդլայնված կազմով քննարկման ժամանակ անդրադարձ ենք կատարել աշխարհաքաղաքական եւ տարածաշրջանային վերջին զարգացումներին։ Այս առումով կցանկանայի մեկ անգամ եւս նշել, որ Հայաստանի Հանրապետությունը հաստատակամ դիրքորոշում ունի հասնելու կայուն խաղաղության մեր տարածաշրջանում։ Մենք վճռական ենք իրականացնելու այդ ճանապարհին անհրաժեշտ մեր բաժին քայլերը, կրել մեր բաժին պատասխանատվությունը եւ արկա խնդիրները հարևանների հետ լուծել կառուցողական երկխոսության եւ բանակցությունների միջոցով։ Այս համատեքստում ներկայացրել եմ Հարավային Կովկասում խաղաղության գործընթացի հետ կապված վերջին զարգացումները եւ մեր ակնկալիքը առ այն, որ Հայաստանի խաղաղության օրակարգը ի վերջո շոշափելի արդյունք կտա։ Շնորհակալություն եմ հայտնել գործընկերոջս Էստոնիայի կողմից Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության ու միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի տեքստի վերջնական փոխհամաձայնեցումը ողջունելու համար եւ վերահաստատել եմ իմ պատրաստակամությունը ստորագրելու արդեն իսկ համաձայնեցված տեքստը, նշելով նաեւ, որ հնարավոր եմ համարում խաղաղության համաձայնագրի հետ միաժամանակ Ադրբեջանի հետ ստորագրել ԵԱՀԿ Մինսկի կոնֆերանսի կառույցների լուծարման համատեղ հայտը։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանն աշխատանքային այցով Բաքվում էր։ Նա նշել է, թե իր այցը ուղղված է երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդմանը։ Իրանի նախագահը նշել է, որ իր այցը պլանավորվածից կարճ է տևելու, նա ստիպված է շուտ վերադառնալ Բանդար Աբբաս քաղաքի նավահանգստում հզոր պայթյունի հետևանքով առաջացած իրավիճակը վերահսկելու համար։ Չնայած այցն անցնում է արագացված ձևաչափով, սակայն Փեզեշքյանն ու Ալիևը հասցրել են գործակցության մի քանի համաձայնագրեր կնքել, որոնք վերաբերում են երկու երկրների միջև բազմակողմ հարաբերությունների զարգացմանը, տնտեսության, այդ թվում տրանսպորտի եւ էներգետիկայի ոլորտներում, նաև մշակութային կապերի սերտացմանը։ Ճիշտ է, Իրանի նախագահը կարճ ժամանակով է Բաքվում, բայց խոստանում է կրկին այցելել, ինչպես ինքն է ասել, իր եղբորը Իլհամ Ալիևին։ Իսկ Բաքու այցի նախօրեին Իրանի նախագահը հարցազրույց է տվել ադրբեջանական պետական հեռուստաալիքին, որում նաև անդրադարձել է Ադրբեջանի ու Հայաստանի միջև գոյություն ունեցող խնդիրներին եւ նշել, որ երկարաժամկետ խաղաղություն հնարավոր է միայն կողմերի միջև փոխադարձ հարգանքի եւ վստահության պայմաններում։ Փեզեշքյանը կարևորել է երկրների տարածքային ամբողջականության պահպանման սկզբունքը, նաև պատրաստակամություն է հայտնել աջակցել երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորմանը միջազգային իրավունքի շրջանակում։ Իրանը կառուցում է երթուղի, որի միջոցով Ադրբեջանը կկարողանա կապ հաստատել Նախիջևանի հետ Իրանի տարածքով։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը Ադրբեջանի պետական հեռուստաալիքին տված հարցազրույցում, շեշտելով, այս նախագիծը միտված է ոչ միայն տնտեսական շահերին, այլև տարածաշրջանային կայունության ամրապնդմանը։ Իրանի նախագահը վստահեցրել է, Իրանը պատրաստ է նպաստել տարածաշրջանում երկխոսությանը, առանց որևէ կողմի տարածքային ամբողջականությունը խախտելու։ Հակամարտությունը սկսվում է այն ժամանակ, երբ մի կողմը ցանկանում է գրավել մյուսի տարածքը կամ տարածքները։ Բոլորը պետք է հարգեն տարածքային ամբողջականությունը։ Մենք պետք է հարգենք այդ սկզբունքը։ Մենք միշտ պաշտպանել ենք Ադրբեջանի իրավունքները եւ բնականաբար պաշտպանում ենք նաեւ Հայաստանի իրավունքները։ Դա այնն է, ինչ մենք կփորձենք անել, որպեսզի երկու կողմերը հաստատեն խաղաղություն, կառուցեն բարիդրացիական հարաբերություններ։ Նախագահ Փեզեշքյանն անդրադարձել է նաև տարածաշրջանային հաղորդակցությունների բացմանը, նշելով, որ Ադրբեջանի եւ Նախիջևանի միջև ճանապարհային կապի հաստատման հարցում արդեն կան պայմանավորվածություններ եւ Իրանի տարածքով այդ հաղորդակցությունն իրականացնելու ուղղությամբ ակտիվ շինարարական աշխատանքներ են ընթանում։ Այսօր մեր օգնությունն այն է, որ մենք նախաձեռնություն ենք ցուցաբերել Ադրբեջանի հիմնական մասի եւ Նախիջևանի միջև ցամաքային կապ ստեղծելու հարցում։ Նախագիծը շատ շուտով կիրականացվի։ Իրանի տարածքով Ադրբեջանի հիմնական մասի եւ Նախիջևանի միջև ցամաքային կապ ստեղծելու հարցում որևէ խնդիր չի լինի։ Մենք Իրանը համարում ենք ադրբեջանցիների համար երկրորդ հայրենիք։
Ինչ վերաբերում է Հայաստանի տարածքով ճանապարհի գործարկմանը, ապա նրա խոսքով իրանական կողմը կարծում է, որ խնդիր չի լինի, եթե այն չխախտի Հայաստանի միջազգային իրավունքներն ու տարածքային ամբողջականությունը։ Փեզեշքյանը նաև ասել է, որ իրականացնում են ցամաքային ճանապարհների վերանորոգման եւ վերականգնման նախագծեր։ Նմանատիպ աշխատանքներ են տարվում նաև Աստարայում։ Այս հաղորդակցությունները կարող են ամրապնդել մեր երկրի եւ Ադրբեջանի միջև առևտրային կապերը։ Երկրորդ, Ադրբեջանը կարող է միավորող դեր խաղալ Իրանի եւ Ռուսաստանի միջև հաղորդակցության եւ բեռնափոխադրումների գործում։ Ադրբեջանն ինքը կկարողանա օգտագործել Իրանի եւ Պարսից ծոցի ներուժը Իրանի տարածքով փոխադրումներ իրականացնելու համար։ Իրանի նախագահը բարձր է գնահատել Իրանի եւ Ադրբեջանի միջև եղբայրական հարաբերությունները։ Մենք բարեկամ ժողովուրդներ ենք, իսկ նմանատիպ այցելությունները նպաստում են կապերի ել ավելի ամրապնդմանը։ Մենք կարող ենք օգնել միմյանց եւ մեր ժողովուրդների համար ստեղծել հանգիստ ու բարեկեցիկ կյանք։ Հենց այդ նպատակով էլ բացվում են նոր ճանապարհներ, որոնք կհեշտացնեն փոխադարձ ուղևորությունները։ Նա նաև ընդգծել է կրթական, գիտական եւ մշակութային գործակցության կարևորությունը, հիշեցնելով, որ երկարաժամկետ խաղաղ հարաբերությունների հիմքը ժողովուրդների միջև փոխվստահությունն է։ Փեզեշքյանը նշել է, որ Ադրբեջանը եւ Իրանը որպես հարևաններ կարող են մեծ օգուտ ցուցաբերել միմյանց եւ զարգացնել երկու երկրների միջև գործակցությունը տարբեր ոլորտներում։ Իդեպ, ըստ որոշ դիտորդների, ASTV հեռարձակման մեջ Փեզեշքյանի որոշ արտահայտություններ մասնակիորեն են ներկայացվել կամ թարգմանվել փոփոխված տարբերակով։ Իրանական կողմը ադրբեջանական կողմին մեղադրել է հարցազրույցն ամբողջական չթարգմանելու համար։ Իդեպ, Մասուդ Փեզեշքյանն արդեն ժամանել է Բաքու, որտեղ նախատեսված է նրա հանդիպումը Ադրբեջանի նախագահի հետ։ Իրանի արտաքին գործերի նախարարի պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային ավելի վաղ նշել էր, որ Իրано-ադրբեջանական կապերի ընդլայնման ֆոնին այցի ընթացքում կարևոր հանդիպումներ են նախատեսված։ Եվրոպական ժողովրդական կուսակցության կոնգրեսը Վալենսիայում միաձայն ընդունել է բանաձև, որով հավաստում է իր աջակցությունը Հայաստանի եվրոպական ձգտումներին։ Փաստաթուղթը գնահատում է Երևանի նախաձեռնողականությունը ժողովրդավարության խորացման եւ ԵՄ-ին ինտեգրվելու ուղղությամբ։ Բանաձևի ընդունումից առաջ քննարկվել է Հայաստանի ընթացիկ քաղաքական իրավիճակը։ Վալենսիայում ընթացող Եվրոպական ժողովրդավարական կուսակցության կոնգրեսում Հայաստանին նվիրված բանաձևի ընդունումը արձանագրել է կարևոր քաղաքական ուղերձ։ Հայաստանում ընթացիկ քաղաքական իրավիճակը վերնագրով փաստաթուղթը հեղինակել են Եվրոպական խորհրդարանի падգամավորներ Մարիա Լեքսմանը եւ Ռասա Յուկնևիչյանին։ Նրանք հստակ նշել են, որ ԵՄ-ն պետք է աջակցի Երևանի եվրոպական ուղղությանը։ Հայաստանի հարցով զեկուցող Ռասա Յուկնևիչյանին Լիտվայի պատվիրակության անունից ելույթում հատուկ ընդգծել է, որ Հայաստանի ժողովրդավարական ընթացքը պահանջում է հստակ եվրոպական աջակցություն, արձագանքելով այն նարատիվներին, թե Եվրոպան անտարբեր է Հայաստանի եվրոպական ձգտումների նկատմամբ։ Նա հայտարարել է. Դարեր շարունակ Ռուսաստանի հետ կապված լինելուց հետո Հայաստանը փորձում է վերագտնել իր ուղին դեպի Եվրոպա։ Մենք ասում ենք, Հայաստանը Եվրոպա է։ Ցեղասպանություն վերապրած եւ ծանր կորուստներ տեսած այս ժողովուրդն այսօր հայտարարում է, որ Եվրոպան իր տունն է եւ Եվրամիությունը պետք է բռնի այդ մեկնած ձեռքը գործակցության կամուրջներ կառուցելով։ Պատգամավորը նշել է, որ սա ռազմավարական հնարավորություն է ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ Սևծովյան տարածաշրջանի եւ հենց Եվրամիության համար։ Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Հայաստանի հարցով զեկուցող Մարիամ Լեքսմանն էլ իր ելույթում հայտարարել է, որ Եվրամիությանն ինտեգրվելու նախաձեռնության գործում ԵԺԿ-ն ցանկանում է ակտիվ աջակցություն ցուցաբերել Հայաստանին։ Ըստ նրա, Եվրոպական ժողովրդավարական կուսակցությունը կանգնում է Հայաստանի կողքին նրա աշխարհաքաղաքական ուղղության այս պատմական շրջադարձի ընթացքում եւ պատրաստ է խթանել տնտեսական գործակցությունն ու բարեփոխումների գործընթացը։ ԵԺԿ-ն շատ բարձր է գնահատում Հայաստանի ջանքերը անելու ամեն հնարավորը հարևանների հետ հարաբերությունների կարգավորման համար։ Մենք իսկապես գնահատում ենք Թուրքիայի հետ նրա կառուցողական երկխոսությունը, հատկապես այս օրերին, երբ հիշատակում ենք հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը։ Մենք տեսնում եւ գնահատում ենք Հայաստանի ջանքերը եւ առաջնորդությունը Ադրբեջանի հետ խաղաղության բանակցություններում։ Չնայած 2023 թվականի ռազմական հարձակմանը, որի հետևանքով տասնյակ հազարավոր հայեր տեղահանվեցին։ Մենք կոչ ենք անում ազատ արձակել բոլոր բանտարկյալներին, անհապաղ եւ առանց նախապայմանների։ Եվ մենք նաեւ հիշում ենք Լեռնային Ղարաբաղ վերադառնալու հայկական փոքրամասնության երաշխավորած իրավունքի մասին։
Մարիամ Լեքսմանի խոսքով Հայաստանը վերադառնում է իր եվրոպական արմատներին եւ ԵԺԿ-ն պատրաստ է այս ճանապարհին լինել հուսալի գործընկեր։ Բանաձևն ընդունվել է միաձայն։ Բանաձևում ԵԺԿ-ն բարձր է գնահատում Հայաստանի վերջին քաղաքական զարգացումները, մասնավորապես ԵՄ-ին անդամակցության գործընթաց մեկնարկելու վերաբերյալ օրենսդրական քայլերը։ Փաստաթղթում ողջունվում է նաեւ ՀԱՊԿ-ից Հայաստանի մասնակցության կասեցումը, ինչը ներկայացվում է որպես աշխարհաքաղաքական ռազմավարության պատմական շրջադարձ։ ԵԺԿ-ն աջակցում է Հայաստանի ԵՏՄ-ից կախվածությունը նվազեցնելու եւ ԵՄ-ի հետ տնտեսական ու քաղաքական ինտեգրումը խորացնելու ջանքերին։ Կոնգրեսը վերահաստատել է իր աջակցությունը Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելությանը, նաեւ ողջունել է վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը։ Որպես Հայաստանի զարգացման եւ տարածաշրջանային գործակցության խթան ընդգծվել է նաեւ խաղաղության խաչմերուկ նախագիծը։ 2025 թվականի մարտին գրանցվել է 782,100 աշխատատեղ, որը նախորդ տարվա մարտի համեմատ ավելի է 41,000-ով։ Այդ մասին կառավարության նիստին ասել է Նիկոլ Փաշինյանը, նկատելով, որ աշխատատեղերի բացարձակ ռեկորդն արձանագրվել է 23 թվականի նոյեմբերին։ Փաշինյանը չի բացառել, որ այս գործում որոշակի դեր է ունեցել համընդհանուր հայտարարագրման համակարգը։ Նիստում քննարկված եւ ընդունված մյուս կարևոր որոշումների մասին տեսանյութում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը զգացողություն ունի, որ հյուսիս-հարավի հետ կապված պլաններն արդեն 70-ից 80%-ով առարկայանում են, եւ շանս կա, որ գործընթացը վերջնական իրագործման փուլ կմտնի։ Կառավարությունը հավանություն տվեց Միջազգային բանկի հետ նոր վարկային համաձայնագրին։ Հայաստանը 236 միլիոն եվրոյի նոր վարկ կստանա Ասիական զարգացման բանկից։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդատյանի խոսքով ֆինանսավորումը կուղղվի Սիսիան-Քաջարան շուրջ 60 կիլոմետրանոց հատվածի հյուսիսային ենթահատվածի կառուցմանը, որի ընդհանուր արժեքը կազմում է 335 միլիոն եվրո։ Մեզ համար առանցքային կարևորություն ունեցող հյուսիս-հարավ ճանապարհահատվածի Սիսիան-Քաջարան շուրջ 60 կիլոմետրանոց հատվածը մենք բաժանել ենք 3 ենթահատվածների՝ հյուսիսային ենթահատված, Բարգուշատի թունելի ենթահատված եւ հարավային ենթահատված։ Այս համաձայնագիրը վերաբերվում է հյուսիսային ենթահատվածին, որի ընդհանուր արժեքը 335 միլիոն եվրո է եւ որից 236-ը ուրեմն համաֆինանսավորելու է Ասիական զարգացման բանկի հետ հենց այս համաձայնագրի շրջանակներում։ Մենք նախատեսում ենք այստեղ կառուցել 27.1 կիլոմետր երկարությամբ ճանապարհ, որտեղ կան մի քանի թունելներ եւ նաեւ բազմաթիվ կամուրջներ։ Ճանապարհը կունենա 11 մետր լայնություն եւ 3 երթևեկելի գոտի։ Շինարարության ավարտից հետո այս հատվածում երթևեկության արագությունը կավելանա ներկայիս 50 կմ/ժ-ից մինչև 100 կմ/ժ, ինչը ըստ նախարարի 1.5-ից 2 ժամով կկրճատի երթևեկության ժամանակը։ Ծրագրի ավարտը նախատեսված է 2033 թվականի նոյեմբերին։ Քննարկվեց նաեւ Հայաստանի համայնքների ենթակառուցվածքների զարգացման ուղղված սուբվենցիոն ծրագրերը 1 միլիարդ 682 միլիոն դրամով համաֆինանսավորելու նախագիծը, որով նախատեսվում է համաֆինանսավորել 17 համայնքի ընդհանուր 27 սուբվենցիոն ծրագիր։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվարկեց այն ծրագրերը, որոնք նախատեսվում է համաֆինանսավորել։ Արարատի մարզի 6 համայնքի խոշորացված նոր ուղիի բնակավայրի նախադպրոցական հաստատության կառուցում, այս պահին կատարված են աշխատանքների 45%-ը, մանկապարտեզ նախատեսված է 90 սաղնի համար։ Արարատ համայնքի Արարատ բնակավայրի ջրահեռացման համակարգի կառուցման երկրորդ փուլը կատարված է աշխատանքների 95%-ը, կառուցվել է 2 կիլոմետր երկարությամբ ջրահեռացման համակարգ։ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի Էջմիածին բնակավայրի թիվ 6 Արևիկ մանկապարտեզի հիմնանորոգում եւ նոր մասնաշենքի կառուցում։ Կատարված է աշխատանքների 40%-ը, իրականացվում է մանկապարտեզի առկա շենքի հիմնանորոգում եւ նոր մասնաշենքի կառուցում 300 սաների համար։ Շարքը կարելի է շարունակել, կկառուցվի Արաքս համայնքի Արաքս եւ Մեծամոր բնակավայրերը սնուցող 17 կիլոմետր երկարությամբ գազատարը, որը նախատեսված է 580 տնտեսության համար։ Նաեւ Ծաղկաձորում 2.4 կիլոմետր երկարությամբ լուսավորության համակարգի արդիականացման համար, որի աշխատանքներն ավարտված են։ Գործադիրի նիստում վարչապետն անդրադարձավ նաեւ չզեկուցվող հարցերի փաթեթում ներառված որոշման նախագծին, որն առնչվում է Օմանի սուլթանությունում դեսպանատուն բացելու համար պահոստային ֆոնդից ԱԳՆ-ին շուրջ 52 միլիոն դրամի հատկացմանը։ Ըստ Փաշինյանի դեսպանատան բացումը կարևոր է Հայաստանի արտաքին քաղաքականության ակտիվացման տեսանկյունից։
կարծում եմ սա եւս կարեւոր է մեր արտաքին քաղաքականության ակտիվացման տեսակետից եւ մեր դեսպանատների ցանցը աշխարհում ընդլայնվում է, ինչը կարևոր է մեր բալանսավորված եւ բալանսավորման արտաքին քաղաքականության գիրառման տեսակետից։ Այս համատեքստում արտգործնախարար Արարատ Միրզոյանը նկատեց Հայաստանի եւ Օմանի հարաբերություններում եւ քաղաքական երկխոսության եւ տնտեսական հարաբերությունների խորացման հսկայական պոտենցիալ կա։ Մենք շատ լավ փոխըմբռնում ունենք մեր գործընկերների հետ այնտեղ բազմաթիվ հարցերի շուրջ եւ նաեւ տեսնում ենք թե ներուժը ինչպես կարող ենք իրացնել։ Մի օրինակ կարող եմ բերել, օրինակ Օմանը այժմ իր ծովային եւ այլ ենթակառուցվածքներն է զարգացնում եւ մենք Օմանի ծովային տարածքը, օդային տարածքը, ցամաքային տարածքը կարող ենք փոխկապակցվածության, տրանզիտի եւ այլ առումներով ավելի լավ օգտագործել։ Սա լիովին համընկնում է խաղաղության խաչմերուկի մեր նախաձեռնության հետ եւ մասը ըստ էության։ Նաեւ մի հանգամանք էլ կա, այսպես կողմնակի ազդեցություն։ Ընդհանրապես մենք ծոցի երկրների հետ ենք զարգացնում մեր հարաբերությունները, իսկ Օմանը ծոցի երկրների շարքում բավականին լուրջ դերակատարում ունի եւ նաեւ Հնդկական օվկիանոսի եւ աֆրիկյան մի շարք երկրների հետ Օմանի սուլթանության կապերը հաշվի առնելով մենք հույս ունենք, որ կարող ենք Օմանից մեր հարաբերությունները այդ ուղղություններով եւս զարգացնել։ Միրզոյանը տեղեկացրեց, որ առաջիկա 1-2 ամիսների ընթացքում Հայաստանը կունենա նաև դեսպանություն Հունգարիայում, Բուդապեշտում։ Մայիսի 1-ը աշխատանքի եւ աշխատավորների միջազգային օրն էր, այն նշվում է աշխարհի 142 երկրում։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է եղել, որում մասնավորապես ասված է. Մայիսի 1-ին նշում ենք աշխատանքի եւ աշխատավորների համերաշխության միջազգային օրը եւ ուզում եմ բոլորիս շնորհավորել օրվա առիթով։ Քաղաքակրթությունը ձևավորվել ու զարգանում է աշխատանքի արդյունքում եւ աշխատանքն է այն գործիքը, որով հնարավոր է անհատի եւ հանրության կյանքն ավելի լավը դարձնել։ Ասվածի մեջ բանալի արտահայտությունը հնարավորեն է։ Աշխատանքն իհարկե անհատի եւ հանրության կյանքն ավելի լավը դարձնելու անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է, որովհետեւ գոհացուցիչ արդյունքներ բերում է միայն արդյունավետ աշխատանքը, իսկ արդյունավետ լինելու համար աշխատանքը պետք է հիմնված լինի գիտելիքի, շարունակաբար զարգացող հմտության, այսինքն կրթության ու կրթվելու վրա։ Կառավարությունն ու կառավարող մեծամասնությունը Հայաստանի Հանրապետությունն առաջնորդում են այս տրամաբանությամբ, հասկանալով, որ սա պարզ ճանապարհ չէ, որովհետև խոսել գիտելիքն ընդլայնելու, հմտությունը զարգացնելու անհրաժեշտության մասին նշանակում է արձանագրել, որ մենք ինչ-որ բան չգիտենք, ու երբեմն անհատական, հանրային, պետական մակարդակով հեշտ չէ խոստովանել, որ մենք ինչ-որ բան չգիտենք, չնայած ակնհայտ է, որ բոլոր տեղերում բոլորն ինչ-որ բան չգիտեն, եւ թերևս մենք պետք է ուժ ունենանք խոստովանելու, որ մենք վատ ենք ապրում մեր չիմացածի չափով, եւ լավ ապրում ենք մեր իմացածի չափով, եւ մեր բարեկեցությունն ընդլայնելու համար մեզ պետք է փոքրացնել մեր չիմացածի ծավալը եւ ընդլայնել մեր իմացածի ծավալը, իսկ սա հնարավոր է աշխատանքի եւ կրթության եւ աշխատանքի ամենասերտ փոխկապակցման միջոցով։ Աշխատանքի միջազգային օրը Հայաստանում նշանավորվել է ավանդական երթով, որը կազմակերպել էր Արմիությունների կոնֆեդերացիան։ Երթը անցկացվել է արժանապատիվ աշխատանք խորագրի ներքո։ Արմիությունները պահանջում են բարելավել աշխատավորների աշխատանքային պայմանները, ապահովել արդար վարձատրություն եւ պաշտպանել սոցիալական իրավունքները։ Երթի նպատակն էր լսելի դարձնել աշխատողի ձայնը պետական քաղաքականության, գործատուների եւ ամբողջ հասարակության համար։ Մայիսի 1-ը աշխարհում նշվում է որպես աշխատանքի միջազգային օր, ուղղված աշխատավորի իրավունքների պաշտպանությանը եւ արժանապատիվ աշխատանքի գաղափարի տարածմանը։ Այն սկիզբ է առել 19-րդ դարի վերջում Ամերիկայի Միացյալ Նահանգներում, երբ աշխատավորները պայքարում էին 8-ժամյա աշխատանքային օրվա համար։ 1886 թվականին Չիկագոյում տեղի ունեցած բողոքի ցույցերից հետո մայիսի 1-ը դարձավ համաշխարհային խորհրդանիշ։ Այսօր այն հիշեցնում է, որ աշխատանքը պետք է լինի ոչ միայն եկամտի աղբյուր, այլև արժանապատվության եւ զարգացման հիմք։ Աշխատողների իրավունքները, արդար վարձատրություն, անվտանգ պայմաններ շարունակում են արդիական մնալ։ Հայաստանում եւս աշխատանքային իրավունքների պաշտպանությունն ու բարեփոխումները մնում են կարևոր օրակարգային հարցեր։ Մայիսի 1-ը տոն է եւ միաժամանակ հարթակ ընդգծելու սոցիալական արդարության եւ աշխատողի ձայնի կարևորությունը։ Մեր երթի նպատակն է ունենալ արժանապատիվ աշխատանք, ունենալ արժանապատիվ աշխատանքային միջավայր։ Մարդը յուրաքանչյուր տնտեսության հիմքն է, այլապես մենք չենք կարող ունենալ ուժեղ եւ հզոր պետություն։
Օրվա արդիվ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան կազմակերպել է ավանդական երթ, որն այս անգամ անցկացվում է արժանապատիվ աշխատանք խորագրի ներքո։ Ապա քաղաքական այս երթի նպատակն է ևս մեկ անգամ բարձրաձայնել այն խնդիրները, որոնք առնչվում են աշխատանքային պայմանների բարելավմանը, աշխատողի պաշտպանությանը եւ սոցիալական արդարությանը։ Երթը կոչ է ուղղված գործատուներին, իշխանություններին եւ ամբողջ հասարակությանը ստեղծելու պայմաններ, որ աշխատանքը լինի ոչ միայն եկամտի աղբյուր, այլև զարգացման ու հարգանքի միջավայր։ Մայիսի 1-ը հիշեցնում է, որ այդ պահանջները մնում են նույնքան արդիական, որքան տասնամյակներ առաջ էր։ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասարյանի խոսքով Երթի նպատակը հենց դա է, որպեսզի աշխատողները բարձրաձայնեն իրենց պահանջները, իրենց իրավունքների մասին խոսեն եւ պահանջեն սոցիալական արդարություն։ Արժանապատիվ աշխատանքը ենթադրում է ապահով եւ անվտանգ պայմաններ, արդար վարձատրություն, սոցիալական պաշտպանություն եւ աշխատողների ձայնի հստակ ներկայություն որոշումների կայացման գործընթացում, որոնց մասին ես միշտ հորդորում եմ աշխատողներին բարձրաձայնել եւ գնալ խախտված իրավունքի հետեւից։ Հայաստանի բանկերի եւ ֆինանսավարկային կազմակերպությունների ճյուղային արհմիության նախագահ Լաուրա Հակոբյանն էլ նշել է այն հիմնական խնդիրները, որոնց ավելի հաճախ բախվել է իր աշխատանքային գործունեության ընթացքում։ Խնդիրները տարաբնույթ են։ Խնդիրները կապված են աշխատանքային ժամերի հետ, արձակուրդների հետ եւ շատ այլ խնդիրներ։ Բայց այդ ամենը կապված է աշխատանքային ռիթմի, ռեժիմի հետ։ Այսինքն դուք գիտեք, համակարգը աշխատում է ոչ նորմավորված, ասենք, ընդմիջման ժամերի հետ, ոչ նորմավորված, ասենք, ընթացքում աշխատանքային հարաբերությունների հետ։ Արհմիությունների ներկայացուցիչների խոսքով արժանապատիվ աշխատանքը պետք է դառնա պետական եւ գործատուական քաղաքականությունների առաջնահերթ ուղղություն։ Նրանց համոզմամբ աշխատավորի իրավունքների լիարժեք պաշտպանությունը հնարավոր է միայն այն դեպքում, երբ օրենսդրական կարգավորումները համալիր են, վերահսկողությունը հետևողական, իսկ աշխատողների ձայնը լսելի ու ազդեցիկ։ Մայիսի 1-ի երթը եւս մեկ հիշեցում էր, որ արդար վարձատրությունը, առողջ եւ անվտանգ աշխատանքային պայմանները, սոցիալական երաշխիքներն ու հավասար հնարավորությունները միայն կարգախոսներ չեն, այլ հիմնարար իրավունքներ, որոնք պահանջում են իրական գործողություններ։ Անդրադառնանք այլ թեմաների։ Երևանում տեղի է ունեցել մեդիա ոլորտի զարգացման մարտահրավերները եւ դրանց դիմակայելու հնարավորությունները խորագրով ֆորումը, որի ընթացքում փորձագետները բարձրաձայնել են մեդիայի իրավական, էթիկական եւ մասնագիտական խնդիրները։ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն ներկայացնելով ոլորտի խնդիրները նկատել է, ավելացել են լրագրողների նկատմամբ ճնշումները, դատական հայցերը, հավելելով օրենսդրական կարգավորումների նաեւ գործակցության միջոցով է հնարավոր ձևավորել ազատ եւ պատասխանատու մեդիա միջավայր։ Այսօր լրատվամիջոցները կանգնած են փոխակերպման եզրին։ Երևանում կազմակերպված մեդիա ոլորտի զարգացման մարտահրավերները եւ դրանց դիմակայելու հնարավորությունները խորագրով ֆորումի ժամանակ ոլորտի առաջատար մասնագետները բարձրաձայնում էին մեդիայի երբեմն չերևացող, բայց խորքային խնդիրների մասին։ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը հայտնել է, որ այս տարվա առաջին եռամսյակում լրագրողների նկատմամբ ճնշումների եւ ֆիզիկական բռնության դեպքերն ավելացել են։ Չնայած կարծիքներ կան, որ խոսքի ազատությունը մեդիա դաշտում բերել է ամենաթողության եւ տարբեր լրատվամիջոցներ ու հասարակական դեմքեր, օգտագործելով իրենց ձեռքի տակ եղած բոլոր լծակները, հաճախ անցնում են բոլոր սահմաններն ու զրպարտություն, վիրավորանք պարունակող կոնտենտ հրապարակում մեդիա հարթակում։ Մելիքյանը նշել է. Խոսքի ազատության դեմ խոսացողները աշխատում են թաց ու չորը խառնել, ասել բա խոսքի ազատությունը էս չի, իր այս բոլոր դրսևորումներով վիրավորանք, զրպարտություն, ապատեղեկատվություն եւ այլն, բայց խոսքի ազատությունը հենց ենթադրում է պատասխանատու խոսք եւ մտքերի ազատ արտահայտումը ամենևին էլ պարտադիր չէ, որ հայհոյախոսությամբ լինի եւ այլն եւ այլն։ Կառավարությունը մեդիա ընկերությունների հետ համատեղ երկար ժամանակ է աշխատում են ոլորտի օրենսդրական դաշտը բարելավելու ուղղությամբ։ Նոր օրենսդրական կարգավորումներ մշակելու ընթացքում լինում են դեպքեր, երբ եւ կառավարության եւ մեդիա ներկայացուցիչների միջև գաղափարական հակադրություն է լինում։ Մելիքյանը մանրամասնում է. Կան հարցեր, թե որն է լրատվամիջոց, ինչը համարենք լրատվամիջոց տեխնոլոգիաների զարգացման այսօրվա պարագայում եւ ում ոչ, ով է լրագրող, ով ոչ եւ այլն եւ այլն, այսինքն հասկացություններ, որոնք իսկապես քննարկման եւ ընդհանուր հայտարարի գալու անհրաժեշտություն ունեն եւ փաստորեն դրա շուրջ իհարկե կան տարբեր կարծիքներ,
դեռ քննարկման փուլում է, ես կարծում եմ, որ այսպես թե այնպես մենք գտնենք օպտիմալ տարբերակները։ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ծրագրի իրավաբան Դավիթ Ասատրյանն էլ խոսել է ընդդեմ լրագրողների եւ լրատվամիջոցների դատական հայցերից։ Թվերը ուսումնասիրելով տեսնում ենք, որ արդեն իսկ գործերի քանակը անցել է 2024 թվականին 40-ը, որոնք հալուցվել են 2024 թվականին, եւ այդ դատական գործերի քանակությունը ավելացել է 2022 թվականից, 22 թվականից 23 եւ 24 անընդհատ բարձրացում է տեղի ունեցել դատական գործերի քանակին, բայց դա շատ մեծ բարձրացում չէ, ընդամենը 10-ով է բարձրացվել ամբողջությամբ։ Հետևաբար միտում, որ դատական գործերում մեծ քանակության դատական գործեր են հարուցվել, չեն կարող ասել։ Ըստ նրա դատական գործերի քանակն առաջին հերթին պայմանավորված է արտադատական մեխանիզմների բացակայությամբ։ Երկրորդը խոսում է նրա մասին, որ արկա է լրագրողների եւ լրատվամիջոցների կողմից հրապարակված նյութերում վեճ այն անձանց նկատմամբ, ովքեր այդ հոդվածների կամ նյութերի հասցեատերն են, եւ այդ դատական գործերի նաեւ արկայությունը խոսում է, որ դեռևս չի կայացել այնպիսի մի մշակույթ, որտեղ անձինք, ովքեր իրավունքը խախտված անձի եւ ենթադրյալ իրավունքը խախտող անձի միջև կարող են արտադատական կարգով, թեկուզ եւ առանց որևէ մարմնի միջնորդի կարողանան իրենք երկուսով իրենց խնդիրները լուծել։ Երևանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ Բորիս Նավասարդյանը ներկայացրել է լրատվամիջոցների արդի խնդիրները։ Ըստ նրա, հիմնական խնդիրը կարծում եմ ավելի ընդհանուր է, քան առանձին լրագրողի, առանձին լրատվամիջոցների դժվարությունները, եւ այդ խնդիրը կայանում է նրանում, որ մեզ մոտ շատ են նախաձեռնությունները մեդիա ոլորտում եւ օրենսդրական եւ քաղաքականության մշակման առումով, որոնք ասենք մեկ գերատեսչություն կամ մեկ պատգամավոր կարող է առաջ քաշել առանց նախապես քննարկելու հետաքրված այլ մարդկանց հետ եւ ստացվում է, որ սովորաբար դրդապատճառը լինում է ինչ-որ նեղ փոքր մասնավոր խնդրի լուծում, բայց դա բերում է իրավիճակային լուծումների։ Նա նաեւ անդրադարձել է խոսքի ազատությանը եւ նշել, որ այստեղ եւս կան մարտահրավերներ, սակայն Հայաստանում ես կարծում եմ հենց անկախության առաջին տարիներից խոսքի ազատությունը որպես արժեք գոնե տեսական մակարդակով ընդունվել է եւ քաղաքական վերնախավի կողմից եւ հասարակության կողմից։ Եղել են իհարկե փուլեր, երբ կապված քաղաքական նեղ շահերից իշխանությունները դիմել են սահմանափակումների, ճնշումների լրագրողների նկատմամբ, բայց ընդհանրապես ասել, որ Հայաստանում խոսքի ազատությունը եւ լրագրողների իրավունքները մշտապես գտնվել են ճնշման տակ եւ հարձակումների ներքո, սխալ կլինի։ Մեդիա ոլորտի մարտահրավերները չեն սահմանափակվում միայն տեխնիկական կամ իրավական խնդիրներով, դրանք կապված են նաև հանրային վստահության, մասնագիտական պատասխանատվության եւ փոխադարձ հարգանքի մշակույթի հետ։ Անկախ իրավիճակից լրագրողի աշխատանքը մնում է հասարակության տեղեկացվածության հիմքում, իսկ դրա պաշտպանությունը ժողովրդավարական գործընթացի կարևոր տարր։ Լուծումները պետք է կառուցվեն երկխոսության, գործակցության եւ մասնագիտական չափանիշների պահպանման շուրջ։ Միայն այդպես հնարավոր կլինի ստեղծել կայուն, վստահելի եւ ազատ մեդիա միջավայր։ Տեղի է ունեցել «Ես որոշեցի պայքարել» կարճամետրաժ ֆիլմի պրեմիերան, որում ներկայացվում են Շահենի, Սեյրանի եւ Էդմոնի պատմությունները։ Զինվորներ, որոնց կյանքը կտրուկ փոխվեց պատերազմի դաշտում, սակայն նրանք չընկրկեցին։ Ծանր վիրավորումից հետո կարելի է ասել վերածնվեցին, շարունակելով պայքարը հայրենիքի համար արդեն խաղաղ պայմաններում։ Ֆիլմը ցուցադրվել է Զինապահ հիմնադրամի տարեկան հաշվետու միջոցառման ընթացքում, որի ժամանակ ներկայացվել է նաև հիմնադրամի 2024 եւ 25 թվականների առաջին եռամսյակի հաշվետվությունը։ Ես որոշեցի պայքարել կարճամետրաժ ֆիլմը պատմում է 3 հերոսների՝ Շահենի, Սեյրանի եւ Էդմոնի մասին, որոնք ճակատից վերադարձել են ծանր վիրավորումով։ Պատերազմի հետևանքով դարձել են հաշմանդամ, սակայն դա չի խոչընդոտել, որ նրանք շարունակեն ծառայել հայրենիքին։ Ամուր կամքը, պատասխանատվության զգացումը եւ պայքարի ոգին այսօր էլ նրանց մղում են ակտիվ գործունեության տարբեր ոլորտներում։ Նրանք իրենց օրինակով ապացուցում են, որ հայրենիքին կարելի է ծառայել ոչ միայն զենքով պատերազմի դաշտում, այլև ակտիվ գործունեությամբ նաև խաղաղ պայմաններում։ Հոկտեմբերի 28-նա երեկոյի 7-ի սահմանները հաքսոցի վրա հող եմ լցնում, ուժասպառ ենք, չեմ կարողանում, բայց դե կապ չունի, ուժասպառն ենք դե կռ։ Դարակոսները ձեն նակարում ես մինչ։
Այդ բանը ոնց որ մեկը ստիպի ասի վերև նայի, նայում եմ վերև արդեն ուշ այլ է, ինչ-որ բան շվանն ու ընկնելը մեկ անունում հենց ընկնում է իմ վրա ոտքերից տակ ձախ ոտքս մի անգամից կտրվում է 100 մետր այն կողմն ընկնում մի ցավս չեմ զգացում ընդհանրապես որտես արդեն ես որպես չկա արդեն դից ցավերը սկսվում է Շահենը, որը կորցրել է 2 ոտքը, 3 ամիս անց նորից քայլում է պրոթեզների օգնությամբ։ Վերականգնման փուլն անցնելուց հետո նա որոշում է նոր ուժով շարունակել կյանքը, ընտրելով սպորտը որպես պայքարի ձև։ Ընդամենը 6 ամսում նրան հաջողվում է դառնալ Հայաստանի բազկամարտի չեմպիոն։ Նրա հաղթանակը չի սահմանափակվում երկրի սահմաններով։ Շահենի շնորհիվ Հայաստանի պետական օրհներգը հնչում է նաև Ռումինիայում, Եվրոպայի բազմամարտի առաջնության ժամանակ, իսկ առաջիկայում սպասվում են նոր մրցելույթներ։ Որոշեցի չընկճվել, առաջարժվել իմ հայազգին ուժեղացնել, հայազգին ոգևորել, Հայաստանը դրոշը բարձր պահել։ Փառք Աստծո այդպես էլ եղավ։ Արդեն Եվրոպայի աշխարհի չեմպիոն եմ, պատրաստում եմ հունիսին նորից գնալ Եվրոպայի առաջնությանը։ Մեր մյուս հերոսը Սեյրանը վերհիշում է պատերազմական օրերը, պատմում է իր տեսած արհավիրքների, կյանքի ու մահու եզրին կանգնելու եւ այդ փորձություններից ուժեղ դուրս գալու մասին։ Այսօր նա շարունակում է իր ճանապարհը հստակ նպատակով ու հայրենիքի հանդեպ նույն անմար նվիրվածությամբ։ Մենակ հիշում եմ, երբ որ ինձ պատահաբար գցեցին գետնին, այդ բան բժիշկներից մեկը, բուժակներից մեկը մոտեցավ, պուլսս չափեց, հարցեր տալիս անընդհատ, որին ես բնականաբար չէի կարողանում պատասխանել, մտածեց, որ ես զոհվել եմ, ու ասաց, որ իրան տեղափոխեք զոհվածների հետ։ Այդ բանին, երբ որ բուժակներից մեկը ասեց, որ զոհվել եմ, ընկերներս պատմում են, որ սկսել եմ ինքնաբերաբար աղոթել։ Հենց այդ աղոթքի ձայնը ես իմ ուղեղում, չգիտեմ, մի հատ շատ գեղեցիկ ձևով լսում էի։ Երևի պահապան հրեշտակն է, չգիտեմ, չեմ կարողանում բացահայտել այդ պահը։ Երևի հենց աղոթքը փրկեց ինձ, որ հետ կամ ես աշխարհ։ Վերադառնալուց եւ վերականգնվելուց հետո Սեյրանը որոշում է շարունակել բարձրագույն կրթությունը։ Նա այժմ սովորում է մագիստրատուրայում եւ ունի մեկ նպատակ։ Ես շատ ուզում եմ համայնքների զարգացման վրա աշխատել, ինչքան էլ որ մենք բոլորս կենտրոնացած ենք մեր մայրաքաղաքի վրա, բայց կարծում եմ, որ ամեն ինչ սկսվում է մեր համայնքներից, չկա քաղաքացին առանց գյուղացու, նույն այդ կապը նաև չկա գյուղացի առանց քաղաքացու, դրա համար պետք է սկսել համայնքներից, համայնքների զարգացումից, կարծում եմ, որ իմ ուսումը դրան կնպաստի, որպեսզի ես կարողանամ հաջորդ նախագծերը դրա մեջ ներդնել։ Ֆիլմը նկարելու գործում զինապահ զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամին աջակցել եւ հովանավորել է Հասմիկ Եղիյանը, որը մոտ 30 տարի տարբեր երկրներում աշխատել է ՄԱԿ-ի գրասենյակում, իսկ ֆիլմի պրոդյուսերն ազգությամբ ամերիկացի Ժոզեֆ Ֆեննին է։ Ֆիլմը ցուցադրելուց հետո զինապահի գլխավոր գործադիր տնօրեն Կարինե Սարգսյանն ամփոփել է 2024 թվականն ու 2025 թվականի առաջին եռամսյակը։ Ներկայացնելով տարեկան հաշվետվությունը նա նշել է, որ զինապահի հատուցումները վերջին տարվա ընթացքում աճել են 46%-ով։ 2025 թվականի առաջին եռամսյակի դրությամբ մենք հատուցումներ ենք վճարել 5491 շահառուների եւ մոտ 14000 շահառուների ընտանիքի անդամների։ Ընդհանուր գումարը կազմում է 113.6 միլիարդ դրամ։ 2017 թվականից ի վեր զինապահի ֆինանսական միջոցները կազմել են 237 միլիարդ դրամ, որից 197 միլիարդը պարտադիր դրամաշնորհային վճարներից, 28 միլիարդը ակտիվների կառավարումից եւ 13 միլիարդը նվիրատուներից։ Ըստ Սարգսյանի զինապահն ունի կայուն ֆինանսական կառուցվածք, եկամուտներն աճել են 57%-ով։ Զինապահի հոգաբարձուների խորհրդի նախագահ Իրինա Սեյլանյանն էլ նշել է, որ 2024 թվականի սկզբին խորհուրդը 26%-ով բարձրացրել է շահառուների ամսական հատկացումները, ինչի արդյունքում տարեկան հատկացումները կավելանան 4 միլիարդ դրամով։ Տարվա ընթացքում համագործակցելով կառավարության մեր գործընկերների հետ իրականացրել ենք որոշ օրենսդրական փոփոխություններ,
ինչպես նաև կայացրել հոգաբարձուների խորհրդի մի քանի որոշումներ, որոնց արդյունքում Զինապահը հնարավորություն ստացավ իրականացնել մի շարք կարևոր ծրագրեր։ Նրա խոսքով օրենսդրական փոփոխության արդյունքում զինհաշմանդամության խմբի վերանայումից հետո շահառուները կշարունակեն ստանալ նախկինում սահմանված գումարները։ Սեպտեմբերից էլ ուժի մեջ է մտել նոր ծրագիր։ Շահառու ընտանիքների հաշմանդամություն ունեցող երեխաներին ամսական 50,000 դրամ աջակցություն տրամադրելու վերաբերյալ։ Այսօր իսկապես հրաշալի առիթ ունենք նաև շնորհակալություն հայտնելու եւ պարգևատրելու զինապահի նվիրատուներին, խոշոր նվիրատուներին, որոնք իրենց անաչառ նվիրատվությունն են կատարել 2024 թվականի ընթացքում։ Սոնա Գիշյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։ Այսպիսին էր անցնող շաբաթը, հետևեք Free News-ի լրատվությանը, առողջ եղեք։